Խաղաղություն քեզ Քրիստոսին անկեղծ սիրողին բարեկամ։ Այսօր միասին պիտի որոշակի մտքեր կիսվենք եւ որպես բազա պիտի վերցնենք երկու տեղ Աստվածաշնչից։ Ղևտացիս գիրքն է 4-րդ գլուխը եւ 7-րդ գլուխը, որի հիմքը Ղևտացիս առաջի գլուխն է։ Այսինքն մենք պիտի խոսենք երկու իրավիճակից, որը վերաբերվում է ողջակեզի զոհին, պատարագին եւ վերաբերվում է մեղքի պատարագին։ Կարդանք այդ տեղերը եւ կսկսենք միասին հարցի մեջ խորանալ։ Ես կարդում եմ ուրեմն 4-րդ գլուխը Ղևտացիս գրքի 11-12 խոսքերը։ Կարդում եմ այսպես. «А кожуцельца и все мясо его, и с головою, с ногами его, и внутренности, и нечистоту его, всего тельца пусть вынесет вне стана на чистое место, где высыпается пепел, и сожжет его огнем на дровах, где высыпается пепел. Там пусть сожжен будет». Եվ ասում է ամբողջ այդ հորթը զոհաբերության թող վերցվի, նրա գլուխը, նրա ոտքերը, նրա ներսը, ամեն ինչը, իր անմաքրությունը, այսինքն այդ աղբը, ներսի կղկղանքը իր, այդ ամեն ինչը միասին եւ հատուկ ֆիքսում է եւ նրա կաշին թող վերցնի եւ տանի բանակից դուրս եւ բանակից դուրս այնտեղ որտեղ որ զոհասեղանի մոխիրը թափվում է մաքուր տեղում թող այդտեղ այրվի փայտերի վրա ամբողջովին եւ ողջակեզի պատարագի մասին գրված է առաջի գլխի մեջ, բայց մենք դրա բացատրականը մի կետ կա բացատրականից, որ ուզում եմ դրա վրա ֆիքսենք մեր ուշադրությունը, դրա բացատրականը գրված է ուրեմն սամայ 7-րդ գլխի 8-րդ խոսքում։ Հիմա մենք կարդանք 7-րդ գլխի 8-րդ խոսքը Ղևտացիս գրքի եւ սնկ միասին քննարկել դրալ հարցը։ Ուրեմն 7-րդ գլուխ 8-րդ խոսք Ղևտացիս գիրք գրված է այսպես. «И когда священник принесет чью-нибудь жертву всесожжения, кожа от жертвы всесожжения, которое он приносит, принадлежит священнику». Եվ որ քահանան որևիցե մեկի ողջակեզ է մատուցանում, այսինքն մարդը բերում է ողջակեզի պատարագ եւ ինքը դա մատուցանում է Տերոջը, ինքը իրավունք ունի այդ ողջակեզի մատուցանվող այդ զոհի կաշին վերցնի իրեն, որ դա լինի իրեն։ Առաջի դեպքում մենք նկատում ենք, որ մեղքի պատարագի ժամանակ այդ մեղքի ամբողջ զոհը, ամբողջ ինչ կար, ըստ երևույթի մաշկում էին, մաշկվում էր դա, այսինքն մաշկը վրայից հանվում էր, զոհի վրայից մաշկը հանվում էր, մեկ։ Երկրորդը, նույն պրոցեսը կատարվում էր ողջակեզի պատարագի հետ, մաշկվում էր, մաշկազերծվում էր, մաշկը հանվում էր, այդ կաշին հանվում էր, երկու, եւ առաջի դեպքում մեղքի պատարագի ժամանակ ասվում է, որ պիտի տանես բանակից դուրս վառես, ամբողջի հետ, նաև իր ներսի աղբը, ամբողջը պիտի տանես բանակից դուրս վառես, բայց երկրորդի ժամանակ, այսինքն ողջակեզի պատարագի ժամանակ, մաշկը կարող ես քեզ վերցնել։ Այնտեղ արդեն մենք տեսնում ենք, որ պիտի գլուխը եւ ամբողջ ճարպը դրվեր զոհասեղանին
Հետո փորոտիկը պետք է մաքրվեր, ամբողջ ներսը պետք է լվացվեր, մաքրվեր եւ ոտքերի հետ դրվեր զոհասեղանին։ Լվացման process էր կատարվում։ Լվացվում էր ներսը, ամբողջովին լվացվում էր ներսը։ Ու նոր զոհ էր մոտուցանվում։ Այսպես իրավիճակ կա։ Իսկ մեղքի պատարագինը ամբողջ այրվում էր, անգամ աղբը, այն ներսի աղբը չէր լվացվում։ Այդ ամբողջ աղբը փայտերի վրա այրվում էր, մոխրացվում էր։ Այսպես իրավիճակ գոյություն ունի։ Հիմա նայենք այս հարցին։ Ես տալիս եմ գլխավոր հարցը։ Ինչու առաջի դեպքում մաշկը, կաշին բարվում էր մեղքի պատարագի ժամանակ, եւ ինչու երկրորդ դեպքում ողջագեզի ժամանակ մաշկը, կաշին պահպանվում էր։ Պատճառը ինչու էր կայանում։ Ես ուզում եմ անդրադառնանք այս հարցին միասին մի քիչ խորանանք այս մտքերի մեջ եւ գնանք դեպի նոր ուխտ եւ ամբողջ Աստվածաշունչը միացնենք իրար այս հարցերում։ Եթե մենք ուշադրություն դարձնենք մարդկային կառուցվածքին, ապա մենք կնկատենք, որ մեզ Աստվածաշունչը տանում է մի այսպեսի պատկերի պանորամայի, դա 37-րդ գլուխն է Եզեկիել մարգարեության։ Եզեկիել մարգարեության 37-րդ գլխի մեջ գրված է, որ Աստված Եզեկիել մարգարեին տարավ անապատ, մի տեղ, որտեղ որ գրված է մեծ ճակատամարտ էր եղել, մեծ կռիվ, ու բազում մարդկային ոսկորներ կային, ոսկորներ, արդեն չորացած ոսկորներ։ Եվ Աստված Եզեկիել մարգարեին հարցնում է. մարդու որդի, այս ոսկորները կկենդանանան թե չէ։ Եվ մարգարեն պատասխանում է դու գիտես Տեր։ Եվ նա ուղղում է մարգարեին իր խոսքը եւ ասում է. մարգարեացիր, որ այս ոսկորները կենդանանան։ Եվ մարգարեն Եզեկիելը մարգարեանում է։ Հենց մարգարեանում է գրված է, որ լսվեց շում, աղմուկ լսվեց, ինչ-որ ձայն լսվեց, շում, և գրված է, որ ոսկորը սկսեց ոսկորին մոտենալ, այսինքն, եթե այդ զոքի իրար սպանել էր, սաղ թողել գնացել էին, վարի գազաններ եկել էին, կեր է, մեկի թվը բոկ է, մեկի ոտը քաշտև է, ինչ-որտեղ մեկի գլուխը, ու սենց ամեն մի մարդու մարմնի ոսկոր մոտեցավ ինքը իրեն, ու իր այդ սկիլետը, այսինքն իր այդ կմախքը կառուցվեց, սկզբից ասենք այդ ձայնը եկավ, կառուցվեց, հետո գրված է, որ այդ ոսկորները ջղերով պատվեցին, ջղերը, այսինքն ոսկորի պահողը ոչ ինչը եթե ոչ ջղը, ջղերը պահեցին, հավաքվեց ջղեր այդ ոսկորների վրա, և դրանից հետո գրված է, որ պատվեց մսով, մանրակրկիտ Աստծո խոսքը ներկայացնում է, պատվեց մսով, և նոր դրանից հետո գրված է պատվեց մաշկով, կաշվով, պատվեց դրանով, հետո ինչ կատարվեց, մենք կարդացել ենք, բայց ես ուզում եմ ընդամենը այս ամենը մենք վերհիշենք, որ մարդը ինչպիսին է, արտաքինը մաշկն է, կաշին, հետո գալիս է իր միսը, գալիս է իր ոսկորը, և եթե անդրադառնում ենք Եբրայեցիս թղթին, գրված է, որ Աստծո խոսքը կենդանի է և զորեղ, և ամեն երկսայրի սրից էր սուր, որ հասնում է մինչև մարդու հոգու և ոգու և ողնածուծի բաժանումը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ բացի ոսկորը կար նաև ողնածուց, որը որ իրենց ներկայացնում է մի բան, որի մասին մենք չենք էլ մտածում, երբեք չենք մտածում այդ մասին։ Ինչքան հիվանդանոցներ կան, ինչքան դեղեր կան, ինչքան բժշկություններ կան, միշտ մարդիկ գնում են, ուզում են իրանց այս միսը բժշկել։ Հենց դա, ուզում են դա բժշկել, բայց իրականության մեջ մարդը երբեք չի կարող առողջանալ, երբեք նրա միսը առողջ չի լինի, եթե նրա ոսկրածուծը առողջ չի։ Եթե նրա ոսկրածուծը չի կարողանում սնոցանի ոսկորը, որովհետև ջղի պայմանը, ջղի ուժը, որը պետք է ոսկորի հետ մնա, դա ողնածուծի մաքրության հետ է կապված,
որը մենք տեսնում ենք Առակաց գրքի 4-րդ գլխի մեջ 7-րդ եւ 8-րդ խոսքերում, այնտեղ գրված է այսպես. Не будь мудрецом в глазах твоих, քո աչքին իմաստուն չերևաս, бойся Господа и удаляйся от зла. Տերոջից վախեցի եւ չարությունից ետ կանգնի. Сие будет здравие для тела твоего, այս կլինի առողջություն քո մարմնի и питанием для костей твоих եւ սնունդ քո ոսկորների համար. Այսինքն մենք նկատում ենք, որ մարդու ոսկորը պիտի սնվի. Եթե մարդու ոսկորը չսնվի, ապա մարդու մարմինը առողջ լինել չի կարող. Հիմա այստեղ հարցը գնում էր հետևյալի մասին, մաշկի մասին. Ինչ էր մաշկը? Մաշկը այդ ամբողջ խորհուրդները ծածկողն էր. Իրականության մեջ մաշկը այդ ամբողջ խորհուրդները ծածկողն էր. Այդ ամբողջ խորհուրդը ինչ կատարում է մարդու մեջ, ընդհանրապես մի հատ աբալոշկայի տակ, մի հատ ծածկոցի տակ, որի անունն է մարդու մորթը, մարդու մաշկը եւ, ասենք, դրա տակ է ծածկված. Եվ հիմա այստեղ մենք կարդում ենք մեղքի պատարագի մասին, որ մեղքի պատարագի ժամանակ մարդը պետք է ամբողջովին այրվեր, ամբողջովին, այն ինչ պատկանում է մեղքին, ամբողջովին կրակին պիտի տրվեր, ոչ մի այնտեղ կոմպրոմիսի հարց չկա, ներսով, դրսով, ամբողջը պիտի այրվեր, պիտի գնար, ինչու, պատճառը ինչն է կայանում, այս շատ հետաքրքիր մի իրավիճակ, մարդկանց մոտ սովորություն կա, իրանց օպերատիվ հիշողության մեջ, իրանց օզոյի մեջ, պահել նեգատիվները, մարդկանց չարությունները, հենց իր հանդեպ, ու երբ որ գալիս է պահը, որ ինքը պիտի կարողանա այդ մարդուն ների, ինքը չի կարողանում ների այդ մարդուն, մարդը մարդուն չի կարողանում ների, որովհետև նրա մեջ կա չար հիշողություն, մարդը հիշում ասա, բայց հետաքրքիրը նա է, որ Աստվածաշունչը վկայում է, որ մեղքի պատարագի ժամանակ մարդը պիտի իր զոհը տաներ, քահանան պիտի տաներ բանակից դուրս։ Ինչու ոչ բանակի ներսում։ Ինչու ոչ բանակի ներսում։ Բանակի ներսում նման զոհաբերություններ չես կարող կատարես։ Բանակի ներսում ոչնչացում չի լինում։ Բանակից դուրս է ոչնչացում կատարվում։ Ինչպես հասկանանք սա։ Եթե դու չմեկուսանաս Աստծո առաջ, դու երբևիցե չես հասկանա ինչ բան է մեղքը։ Եթե դու չմեկուսանաս հասարակությունից հոգևոր, դու չես հասկանա ինչ բան է մեղքը։ Եթե դու քո շրջապատից չմեկուսանաս, եթե դու մենակ չմնաս, դու չես իմանա քո բացասական կողմը։ Չես իմանա։ Հակոբը մինչև չմնար Հաբոկի անցքի մոտ այնտեղ մենակ, մինչև որ ինքը Աստծո հետ պայքար չսկսեր, ինքը չէր տեսնի իր ովրները։ Եվ Աստված նրա ջղին դիպավ, ու նա դարձավ կախ ամբողջ կյանքի մեջ։ Նա ոչ մենակ Հակոբ մնաց իր կյանքում, այլև կախ Հակոբ դարձավ։ Իր ամբողջ կյանքի մեջ, բայց այդտեղ էր այն կուլմինացիոն կետը, որտեղ որ մարդը պիտի փոխվեր։ Իսկ մարդը չի ուզում փոխվի։ Նա մարդը չի ուզում փոխվի։ Բայց երբ որ մարդը հարվածի տակ է մտնում, այդ ժամանակ ինչ որ բաների մասին սկսում է մտածել։ Մարդու հետ խոսում ես, անգամ Քրիստոսի մասին չարիք է տարածում։ Լինելով հավատքի մարդ, չարիք Քրիստոսի մասին, որը ոչ մի հիմնավորում չունի։ Իբր թե Քրիստոսին դառնով բարձրացնում է։ Մարդկանց նկատմամբ մարդիկ չարություն են անում, հավատքի մարդիկ հավատքի մարդկանց նկատմամբ չարություն են անում, մինչև որ Տերը չի մոտենում եւ նա չի դնում այն իրավիճակի մեջ, որտեղ իրանք չեն կարողանա այլևս իրանք չարիքը տանեն առաջ, այդ ժամանակ սկսում են մտածել, ինչ է կատարվում։ Հակոբը պետք է մեկուսանար, նա պետք է մեկուսանար, նա պետք է մենակ գտնվեր։ Նրա մենակությունը պետք է ոչ մենակ ներքուստ տներ, այլև արտաքուստ, ոչ մենակ արտաքուստ, այլև ներքուստ։ Ներքուստ հասկացողությունը սա էր, եկել էին աշակերտները իրան ասում էին, կներեք ինձ, եկել էին իր որդիները իրան ասում էին, որ Եգիպտոսի ղեկավարը մեզ ասեց, որ պետք է Բենյամինին տանենք այնտեղ։
Նա չէր համաձայնվում։ Մինչև որ գրված է Աստված սովը սաստկացրեց։ Դե չի գրած, որ Աստված սաստկացրեց, բայց մենք գիտենք, որ դա Աստված արեց։ Աստվածաշունչը ասում է սովը սաստկացավ։ Հենց սովը սաստկացավ, նա էլ շրջվեց դեպի իր որդերին, ասեց՝ դե լավ, եթե Աստված կամենում է, որ ես առանց զավակ մնամ, թող ես մնամ առանց զավակ։ Նա գիտակցում էր, որ ամբողջը Տերն է տալիս։ Ամբողջը կորցնում է։ Ոչ մի բան ձեռքին չի մնում։ Սա գիտակցում էր դա, ու իր համար շատ դժվար է այս ամենը կորցնելը։ Ինքը չէր ուզում տա։ Մենք էլ այդպեսին ենք։ Մենք չենք ուզում տանք։ Մենք չենք ուզում թողանք մեր էգոն, մեր եսը։ Չենք ուզում թողանք։ Մարդը չի ուզում թողա։ Ինչքան ուզում է ինքը աստվածաշունչ կարդա։ Ինչքան ուզում է ինքը քարոզի, ինչքան ուզում է ինքը միսիոներական արշավներ չգիտես ինչեր։ Բայց մարդը մինչև չմեկուսանա, ինքը մինչև չմեկուսանա, ինքը չի գիտակցի իր մեղքը, իր սեփական մեղքը։ Հենց այստեղ է այս переломный момент, այս կոտրման մոմենտը, որտեղ մարդը սկսում է ձևավորվել, փոխվել։ Աստծուն սիրող մարդը դրան տեղ կտա։ Այդ պայքարը կատարվում է բոլորի մեջ, իմ մեջ, քո մեջ, ձեր մեջ, բոլորի մեջ այս process-ը կատարվում է։ Չկա մարդ, որի հետ սա չկատարվի։ Եվ մարդը պիտի անպատճառ մեկուսանա, այսինքն բանակից դուրս գա։ Այդ մեկուսացումը դու կարող ես հազարավոր մարդկանցով շրջապատված լինես, բայց Աստված քեզ լինի մեկուսանում բայ։ Քեզ։ Օրինակ Եզեկիել մարգարեն մեկուսացված էր Աստծուց։ Ինչպես։ Համրացել էր, չէր կարողանում խոսալ։ Օրինակ Զաքարիա քահանայապետը մեկուսացած էր մարդկանցից, որովհետև դուրս եկավ համրացել էր, չէր կարողանում խոսալ։ Օրինակ Քրիստոսը Աստծո մեկուսացած էր, որովհետև Աստված ուղարկել էր նրան Եգիպտոս, որպեսզի մեկուսացնի, որովհետև Եգիպտոսից իրան կանչի, համաձայն Օսիա մարգարեության։ Օրինակ Իսրայել ժողովուրդը մեկուսացած էր, Աստված տվել էր նրանց Փարավոնի լծի տակ, նրանք այնտեղ ստրուկներ էին, գերիներ էին, մեկուսացված էր, որպեսզի այնտեղից հանի, որ ձևավորի ժողովուրդ։ Աստված մարդկանց մեկուսացնում է հանուն նրա, որպեսզի իրանք կարողանան թոթափվել, իրանք սեփական մեղքից, իրանք սեփական սխալներից թոթափվեն, թողան այդ ամենը։ Մարդը մինչև չգիտակցի, որ իր մեջ այդ ամենը նեգատիվ է, նա չի թողալու սա։ Իսկ մարդու նեգատիվը ինչպես է երևում, արտաքին գործողություններով։ Արտաքինը դա մաշկն է։ Այն մաշկը, որ Աստված ասեց, որ դու պետք է տանես սրան վառես։ Դու պետք է մոռանաս քո մեղքը։ Եթե դու քո մեղքը չմոռացար, նա պիտի կրկնվի։ Եթե չմոռացար քո մեղքը, դա պիտի կրկնվի։ Այն դերը, որ այդ մեղքը բերել էր, այն դերը, որը քեզ ստիպում էր, որպեսզի դու այդ մեղքի մեջ ընկնես, այդ նույն դերը պիտի ստիպի, որ դու այդ մեղքի մեջ ընկնես։ Դու պետք է մոռանաս սա, որպեսզի մոռանաս, Հովսեփը չէր մոռանում այս process-ը։ Հովսեփի մեջ չկար այս process-ը։ Նա չէր կարողանում մոռանալ եղբայրների առաջ չարությունը իր հանդեպ։ Եվ Հովսեփը, երբ որ առաջի երեխան ունեցավ, նրա անունը դրեց Մանասե, որը թարգմանվում է մոռացնել տվող։ Մանասե նշանակում է մոռացնել տվող։ Այսինքն դու պիտի ունենաս մի պտուղ, որը քեզ մոռացնում է այդ անցյալը, այդ չարիքը։ Այդ ամենը դու պիտի վառես, ինչ քո հանդեպ արել են, ինչ դու քո հանդեպ արել ես, որովհետև դու վնասվում ես ոչ մենակ կողից, այլև ինքդ քեզանից ես վնասվում։ Դու պետք է ոչ մենակ ուրիշի մեղքի պատարագը ընդունես ու վառես ուրիշի, երբ որ որևիցե մեկը քո դեմ մեղք է գործում, երբ որ որևիցե մեկն է քո դեմ սխալը թույլ տալիս։ Եվ նրա մասին Քրիստոսը մեզ սովորացնում է, որ եթե եղբայրդ քո դեմ մեղք գործի, եւ շրջվի ասի, ապաշխարում եմ ների ինձ, ներես նրան։ Ինչու՞։ Որովհետև ասեմ ձեզ, եթե դու այդ մեղքը հիշես, նրա արած մեղքը հիշես, եթե այդ նույն մարդը քո դեմ երկրորդ անգամ մեղք գործի, շատ դժվար կլինի քեզ համար։ Համբերությունը թերիք չի անի, բա որ այդ նույն մարդը քո դեմ երրորդ անգամ մեղք գործի։ Բա որ այդ նույն մարդը քո դեմ 7-րդ անգամ մեղք գործի։ Հիսուսն ասեց, ինչ 7 անգամ Պետրոս, ինչ 7 անգամ, 70 անգամ 7, եթե քո եղբայրդ քո դեմ մեղք գործի, եւ շրջվի ասի, ապաշխարում եմ ների ինձ, ներես նրան, չես կարողանա ներես, չես կարողանա, ներումը բարդ process է, չես կարողանա ներես, դու ամեն օր ասում ես հայր մեր աղոթքը,
Դու անգիր գիտես հայր մեր աղոթքը։ Շատերը բախից չեն էլ ասում հայր մեր աղոթքը։ Պատճառը մի բան է, ների ինձ, ների մեզ, մեր մեղքերը ինչպես մենք ենք ներում, ինչպես մենք։ Ամեն անգամ մենք մեզ դատապարտում ենք, դու քեզ դատապարտում ես ամեն անգամ։ Երբ որ դու ասում ես ների մեր մեղքերը ինչպես մենք էլ կներենք, դու դատապարտում ես քեզ։ Դու չես կարողանա երբեք որևիցե մեկին ներես, չես կարողանա, եթե դու նրա մեղքը հիշում ես։ Անցած մեղքը։ Դրա համար Աստվածաշունչը վկայում է, որ այդ կաշին արտաքինը ինչ որ կար, պետքա վառվեր ներսինի հետ միասին։ Ոչ մենակ ներսինը պիտի վառվեր, այլև արտաքինը պիտի վառվեր։ Ցավալի process-ը հետևյալն է, որ մենք ասում ենք ես քեզ ներում եմ, ժպտում ենք, փաթաթվում ենք, համբուրում ենք, իրական ներում չկա, որովհետև նկատում ենք, որ նաև իրական զղջում չկա։ Մարդը գալիս է արցունքը աչքերին քեզանից ներողություն խնդրում, արցունքը աչքերին քեզանից ներողություն է խնդրում, բայց որոշ ժամանակ հետո պարզվում է, որ նա չի զղջացել։ Նա նույն չարիքը ունի քո հանդեպ։ Որովհետև բան կա իր կյանքի մեջ, որ ինքը վառման չի ենթարկել, ինքը չի վառել սա, չի այրել, չի մոխրացրել։ Սա մարդը պետք է մոխրացնի, եթե չմոխրացրել, նա չի զղջա իր սեփական սխալի համար։ Իսկ Աստված նրան բանակից դուրս է հանում, նրան մեկուսացնում է Աստված։ Հարված է գալիս իր վրա։ Ինչ որ ցավ, ինչ որ հիվանդություն, ինչ որ դեպք, որ իր հետ կատարվում է, նրան մեկուսացնում է հասարակությունից։ Առավել ևս հոգևոր հասարակությունից։ Որովհետև ինքը լինելով հոգևոր հասարակության մեջ, ինքը մեկուսի է իրան զգում, ինչքան ուզում է իրան մարդիկ շրջապատեն, ինքը իրան մեկուսի է զգում։ Հիմնական միտքը այս մեղքի պատարագի արտաքին վիճակի մաշկի այրման process-ը սա էր, որ ես ուզում եմ, որպեսզի հասկանանք այս վիճակը։ Անդրադառնանք երկրորդին, ողջակեզի պատարագին։ Ողջակեզի մասին մենք կարդում ենք առաջի գլխի մեջ, բայց այնտեղ ոչ մի մանրակրկիտ բան այդ մասին չի ասում։ Այ արդեն 7-րդ գլխում մենք նկատում ենք, որ 8-րդ խոսքում ասում է քահանան, որը մատուցանում էր ողջակեզը։ Բերեք մի հատ միասին մի փոքր մտածենք այս մասին, ինչ է ողջակեզը։ Ողջակեզ, այսինքն ողջ կիզվել, ողջ վառվել, ամբողջովին վառվել։ Ողջակեզը սա է։ Ողջակեզի պատարագի մասին մենք նոր ուխտում որտեղ ենք կարդում։ Հռոմեացիս թղթի 12-րդ գլխում գրված է. Աղաչում եմ ձեզ եղբայրք, Աստծո սիրովը, որ ձեր մարմինները որպես անուշահոտ ու սուրբ պատարագ Աստծուն մատուցանեք, եւ այս է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքովը, այլ փնտրեցեք, թե որն է Տերոջը կամքը, որը բարի է, հաճելի եւ կատարյալ։ Ուրեմն մենք նկատում ենք, որ այստեղ մարդը ամբողջովին նվիրալ է դառնում։ Աղաչում եմ ձեզ եղբայրք, Աստծո սիրովը, որ ձեր մարմինները որպես անուշահոտ ու սուրբ պատարագ Աստծուն մատուցանեք։ Մարմինները, այսինքն ամբողջովին դու ողջակիզվում ես, դու ամբողջովին նվիրվում ես Աստծուն։ Ողջակեզի պատարագի կաշին պատկանում է քահանային, եթե դու այդ քահանան ես, այ դու ձեզանից ամեն մեկը, որ ստեղ նստած եք, եթե դուք այդ քահանան եք, որ ողջակեզը մատուցանում եք, կաշին ձեր ողջակեզի պատկանում է ձեզ։ Տվյալ պարագայում ես ողջակեզը դու ես։ Եվ դու պետքա ողջակիզվես Աստծո զոհասեղանի վրա, եւ այդ կաշին պիտի դու վերցնես քո մոտ ու դու պիտի պահես սա։ Ինչ ասա։ Դու պետքա մոռանաս ոչ մենակ ուրիշների մեղքերը քո հանդեպ, դու նաև քո սեփական մեղքերը պիտի մոռանաս։ Մեղքի գիտակցություն քո մոտ պիտի չլինի։ Եթե քո մոտ մնաց մեղքի գիտակցություն, դու ազատ չես մեղքից։ Եբրայեցիս թուղթը ամբողջովին հիմնականում սա է ֆիքսում, որ եթե մեղքը զոհերը վերացնեին, ապա նրանց մոտ մեղքի գիտակցություն չէր մնա։ Բայց քանի որ մեղքի գիտակցություն մնում է ու նրանք անդադ մտածանում են, սա ապացուցում է, որ նրանց զոհերը մեղքը չէին վերացնում։ Իսկ այստեղ, երբ որ դու ինքդ դառնում ես ողջակեզ, քո մոտ ոչնչանում է մեղք հասկացողությունը։ Քո մոտ կորչում է անթունակությունը մեղքի։
Քո մոտ process-ը գալիս նոր ուխտին ծառայելու ընդունակություն Աստված քեզ տալիս։ Եբրայեցիս 3-րդ գլխի 5-6 խոսքերի հիման վրա։ Ոչ թե որ մենք ընդունակ էինք, այլ Աստված տվեց մեզ ընդունակություն նոր ուխտին ծառայելու, ոչ թե տառին, այլ հոգուն, որովհետև տառը կսպանե, բայց հոգին շինություն կտա։ Մի հարց ևս։ Ինչ է նշանակում Աստծուն երկրպագել հոգով եւ ճշմարտությամբ։ Հոգով մենք ստեղ տեսնում ենք, որ ամբողջ ներսը Ողջակեզի ներսը պիտի լվացվեր ու զոհասեղանին դրվեր ներսը։ Հոգով նշանակում է ներսից է գալիս այդ երկրպագությունը։ Ոչ թե արտակուստ գնում ես ժողովներին նստում, սուրբ գիրք ես կարդում, աղոթք ես անում, մեկին ողորմություն ես տալիս, սա այդ երկրպագությունը չի։ Ներսից պիտի գա այս երկրպագությունը։ Ներսից դու պիտի տեսնես այդ երկրպագությունը։ Պետք չէ որ ուրիշը տեսնի, դու պիտի տեսնես եւ Աստված պիտի տեսնի քո ներսից եկող երկրպագությունը։ Իսկ ինչ է նշանակում ճշմարտությամբ երկրպագել։ Ես քեզ խնդրում եմ մեկ ընդմիշտ հիշես սա։ Մեկ ընդմիշտ հիշես սա։ Ճշմարտությունը չի թաքնված գործողության ձևի մեջ։ Ճշմարտությունը չի թաքնված գործողության որակի մեջ։ Ճշմարտությունը թաքնված է գործողության նպատակի ու պատճառի մեջ։ Երբ որ դու գնում ես Աստծուն երկրպագելու, հարց եմ տալիս քեզ։ Քեզ հարց տուր, ինչու ես երկրպագում Աստծուն։ Ինչու։ Երբ որ դու փնտրում ես Աստծուն, նրա ներկայությունը, հարց տու ինքդ քեզ, ինչու ես փնտրում նրա ներկայությունը։ Երբ որ դու Աստծուց խնդրում ես որևիցե բան, հարց տուր քեզ, ինչու ես Աստծուց հենց դա խնդրում։ Երբ որ դու Աստծո դուռը բախում ես, որպեսզի դուռը բացվի քո առջև, հարց տուր ինքդ քեզ, ինչու ես բախում այդ դուռը։ Այդ քո ինչուի պատասխանը, եթե դու ճիշտ տաս, դու կհասկանաս, դու ճշմարիտ երկրպագու ես թե չէ։ Հիմա գնանք հիմնական խոսքին։ Եվ այսպես դու մեկ միշտ պիտի հիշես որպես քահանա, որ դու Աստծո ողջակեզն ես, որ դու Աստծո զոհասեղանի վրա ես, որ դու Աստծո նվիրյալն ես, մենակ նվիրյալն է ողջակույզվում։ Դու պիտի սա միշտ հիշես, այդ մաշկը, որ քեզ տրվում էր, այդ մաշկը միշտ պետք է ունենայիր, այդ մաշկից չգիտեմ ինչ պիտի սարքեիր, չգիտեմ։ Շատերը ինձ ասում են, սիրուն չէր լինի, որ այդ մաշկից վերցնեին կոշիկներ սարքեին։ Օրինակ ես կսարքեի։ Կամ սիրուն չէր լինի, որ այդ մաշկից վերցնեին բաճկոն սարքեին։ Օրինակ ես կսարքեի։ Ինչի՞։ Որովհետև ամեն անգամ դա օգտագործելիս ինձ կխոսար այդ մասին, որ ես նվիրալ եմ։ Ես նվիրալն եմ։ Ես Աստծո նվիրալն եմ։ Ինձ անդադ սա կհիշացներ։ Աստված դրա համար ասել էր. ձեր թևերի վրա կգրեք Աստծո պատվիրանները, ձեզ քաղաքացիներին կգրեք Աստծո պատվիրանները, ձեր դրանդիկներին կգրեք Աստծո պատվիրանները, որ անդադ տեսնեք, անդադ հիշեք։ Աստված անդադ հիշատակի համար գործողություններ է կատարում։ Եվ քո նվիրվածությունը, ողջակեզային նվիրվածությունը, այդ մաշկը, որ դու վերցնում ես, խոսում է այդ մասին, որ դու անդադ հիշում ես, որ դու Աստծո նվիրյալն ես։ Իսկ ինչ վերաբերում է ուրիշին, երբ որ ուրիշը ողջակեզի պատարագ է մատուցում, ինչ նշանակում սա։ Եթե կա մեկը, որը քո կյանքի մեջ ունի չարություն արած, փնտրի այդ մարդու կյանքի մեջ բարիք, որ այդ մարդը քո հանդեպ արել է։ Այդ բարիքի կաշին միշտ պայի քո առաջ։ Միշտ հիշի նրա բարիքը, բայց նրա չարիքը բանակից դուրս հանի ու վառի։ Եթե դու նրա չարիքը բանակից դուրս չհանես ու չվառես, դու նրան չես կարող ներես։ Իսկ եթե դու նրա բարիքը չհիշես, դու նրան չես կարող ընդունես։ Որպեսզի նրան ընդունես, պետք է բարիքը հիշես։ Որպեսզի նրան ներես, պետք է չարիքը վառես դրսում։ Ամբողջ խորհուրդը սրա մեջ է, թե ինչի մեղքի պատարագի ժամանակ կաշին վառվում էր, արտաքին գործողությունները, արտաքինը ինչ որ կա, ինչ որ երևացող է։ Ամբողջը, որ խորհուրդով ծածկում է այդ կաշին։ Իսկ ողջակեզի պատարագի կաշին պիտի պահպանվեր, որպեսզի հիշվեր սա։ Իմ սիրելի բարեկամ, հիմնական միտքը սա էր, որ Աստված կամեցավ, որպեսզի ես կիսվեմ քեզ հետ, թող Տերը օգնի քեզ եւ ինձ, որպեսզի ավելի խոր հասկանանք այս process-ը։ Իսկ սա մենք կհասկանանք այնքանով, որքանով սա կռեալիզացնենք մեր կյանքի մեջ, կնյութականացնենք մեր կյանքի մեջ։ Որքանով որ սա մեր կյանքում տեղ կգտնի, այդքանով էլ այս խոսքը մենք կընկալենք։ Տերը պահի մեզ, Տերը պաշտպանի մեզ Քրիստոսի անունով։ Թող Տերը օգնի քեզ ու քո ծառայությունը, բարեկամս,
Քրիստոսի սուրբ արյան հովանուն ու պաշտպանությունը քո վրա, քո տան վրա, քո ծառայության վրա եւ այն ամենի վրա, ինչ Աստված վստահել է քեզ։ Թող փառավորվի քո կյանքում Քրիստոսը, նա լինի քո պարունակությունը ու դու լինես Քրիստոսի արտահայտությունը։ Խաղաղություն քո տանը, ամեն։